ձեզ սիրելի հետևորդներ, մենք ընտանիքով գնում ենք լողի, Լեոին տանում ենք լողի, այսօր վազդուրների օրը և պիտի նայենք տեսնենք, թե Լեոն ինչ է սովորել այս ամիսների ընթացքում։ Գնացինք։ Can. Apeno bro, de gastur. Հարևս։ Hola. Leo. Claro, tú sales y ellos entran ¿Qué a la no? clase. Ինչ? Օգնե։ Հələ դուք կյանք։ Իսկ սա ամառվա համար նախատեսված հատվածն է, որը բացվում է մոտավորապես հունիս ամսվա կեսերից։ Շատ բյուջետային է հատկապես այն մարդկանց համար, ովքեր գրանցված են այս քաղաքի համայնքապետարանում։ Այստեղ թույլատրվում է բերել ուտելիք, լողափիպարականներ, բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի։ Իրականում արգելված է այստեղ իրականացնել տեսանկարահանում, բայց ես կօգտագործեմ հայկական տարբերակ։ Կնկարեմ թաքուն, քանի որ մերոնք ևս ուզում էին տեսնել, թե Լեոն ոնց է լողում։ Հուսով եմ, որ այս լողի հատվածը իրենց աչքը չի ընկնի։ Ու հաջորդ օրը առավոտյան ամբողջ ընտանիքով Լեոին ճանապարհում ենք դպրոց շատ վճռական տրամադրությամբ։
Ուր են երեխեք Լեո։ Ոնց որ այսօր դու շուտ ես եկել, հա։ Ուր են Լեո երեխեքը։ Ուր են։ Չէ, արևը, դասենք, ուղղակի երևի մենք ենք շուտ եկել։ Հիմա ուր են գնալու։ Դասի, Լեո, դու դասի ես։ Հիմա ո՞վ ամենակ ենք երեխեքին պասելու մենք։ Ես մի քանի րոպեից արդեն կգան։ Մաման ուզախ եկեց, է ալե։ Ով կքշի եմ ձեր։ Լեո։ Ահա, Մաման։ Մինչ ես համառորեն Լեոին համոզում էի, որ ինքը դասի է, մի քանի րոպե եւս անցավ ու մենք հասկացանք, որ ոչ մեկ չի գալիս ու ոչ մի դուր չի բացվում։ Մտանք մեր մեյլերը ու ստուգեցինք ու ինչ պարզվեց, որ մենք ունենք բաց թողնված նամակ, որը չէինք բացել ու հենց այս օրվանից փաստորեն սկսվեց Զատիկի նախորդող դպրոցական արձակուրդները։ Ու ոնց տեսնում եք, Լեոն շատ ուրախ զվարթ վերադարձավ տուն ու մենք սկսեցինք մեր սովորական ուրախ առօրյան։ Սիրտիկ, ինչ անուս ես։ Լեո ջանի չի արևս։ Եկա գանձս։ Մենակով նստեցիր, հա կյանք։ 3-4 Ուժեղ։ Ինչքան ուժեղ։ Վերև, այսօր անում էին։ 3 Հələ դու քո ոտքերով քեզ ճոճորի կյանք։ Եկաս։ Ուրախ ես կյանք։ Լեոս վայելում
գնացինք։ Անին քնածա։ Այն գնացինք։ Մեր երեկոն ամփոփեցինք Լեոյի ապշեցնող բրեյք դանսով։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը։ Որոշեցինք ձեզ հետ կիսվել Լեոյի առօրյայից մի փոքրիկ հատված։ Եթե հավանեցիք, բազանորդագրվեք ալիքին, անպայման սեղմեք զանգակոճակը, գրեք լիքը մեկնաբանություններ, տարածեք, քանի որ յուրաքանչյուր գրված անկեղծ մեկնաբանություն մեզ շատ մոտիվացնում է։ Համբուրում եմ, մինչ նոր հանդիպում։